Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Տեսակապով կզրուցենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Համբարյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շատ շնորհակալ։ Պարոն Համբարյան, երեք տեղեկացանք, որ Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են քննչական կոմիտե, այս մասին գրել էր Հրապարակը, Արմինե Օհանյանին քննչական կոմիտե հրավիրելու եւ հարցաքննելու առիթը 2024 թվականի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն ըստ քննչական կոմիտեի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր։ Երեք ավելի ուշ էլ տեղեկացանք, որ 5 երեխաների ներկայությամբ ձերբակալել են արցախցի զոհված զինծառայողի քրոջը, պատճառը Facebook-ում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչն է։ Ինչի ցուցիչ է սա, ընտրություններին ընդառաջ ինչ մեսիջ են սրանով փոխանցում իշխանությունները։ Դա Նիկոլ Անհողի հերթական ֆաշիստական դրսևորումներն են։ Սրանով նաև ինքը փորձում է ու սարսափ մտցնել մարդկանց մեջ, վախեցնում է դասական ձևով իր մեթոդներով, որովհետև դե գիտեք արդեն Արմինե Օհանյանը լրատվամիջոցի ներկայացուցիչ է, գլխավոր խմբագիր է, Արցախցի այդ կինը սովորական քաղաքացի, ինքը ցույց է տալիս, որ տարբերություն չկա։ Կարևորը ինքը թիրախավորված տարբեր ոլորտների ներկայացուցիչների ուրեմն կպատժի ու դրանով ահ սարսափ կմտցնի։ Գիտեք այստեղ խնդիրը որն է, որ մեր հասարակությունը պետք է շատ լավ հասկանա, որ ինքը գործ ունի դասական փոքրիկ ֆաշիստի հետ։ Ես նորմալ կվերաբերվեի այս տիպի բաներին, ասենք, դա բռնության կոչ է եղել։ Եթե ասենք նույն Նիկոլի երկրպագուները կամ Նիկոլի թիմում աշխատող 4-րդ, 5-րդ, 6-րդ կարգի պաշտոնյաները եւս բռնության կոչեր անելով ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կամ նույնիսկ վեհապարի նկատմամբ պատժվեին։ Բայց մենք տեսնում ենք, որ ոչ մի բան չեն անում։ Ասենք մի հատ խուլիգան Գառնի գյուղից ինչ որ ոչնչություն իր էությամբ ասում է քարը վերցնենք կաթողիկոսի գլխին տանք ու իրավապահ մարմինները նույն Նիկոլին ծառայող ոստիկանությունը քննչական կոմիտեն ծպտուն չեն անում, դա նորմալ է իրենց համար, բայց ասենք Արմինե Օհանյանը, որը 2024 թվականի դեկտեմբերին, այսինքն 1 տարի 4 ամիս առաջ ինչ որ բան է գրել, դուք պատկերացնում եք, չէ՞, սրանց ռևիզիոնիզմ, ուրեմն նստած նայում են, թե ով ինչ է գրում, որ հետագայում դա օգտագործեն համապատասխան մարդկանց դեմ բերանները փակելու եւ պատժելու համար։ Դրա համար էլ, հարգելի Ռազմիկ, հանցագործությունները Հայաստանի Հանրապետությունում հասել են գագաթնակետին։ Ասենք օրը ցերեկով կրակում են իրար վրա, Երևանի բակերը դարձել են Սիցիլիայի ուրեմն հետնանցումներ, այսպես ասած։ Դա գիտեք ինչից է, ոստիկանությունը ոչ թե նրա համար է, որ ապրիորի արձանագրի հանցագործությունը, այլ նրա համար է, որ կանխի այդ հանցագործությունը։ Այդ ոստիկանները, որոնք պետք է կանխեն այդ հանցագործությունները, նստած Արմինե Օհանյանի կամ Արցախցի կնոջ գրառումներն են ռևիզիայի ենթարկում, Ախուրյանի բնակչուհու գրառումներն են ռևիզիայի ենթարկում, այդ դրա համար էլ հանցագործությունները այս մագարտակի են հասել։ Ամեն դեպքում ես կոչ եմ անում մեր հասարակությանը բացարձակ չվախենալ, նույն այլանդակություններն էլ այս իշխանությունների իմ դեմ են օգտագործում տարբեր մեթոդներով, փորձում են բերանս փակել, բայց բացարձակ մենք պետք է չվախենանք եւ պետք է պայքարենք այս բեսպրեդելի դեմ, բացահայտելով Նիկոլի երկակի ստանդարտները եւ Նիկոլին ծառայող իրավապահ համակարգի երկակի ստանդարտները, որ վաղը մյուս օր ես հույս ունեմ, որ եթե մենք կարողանանք ձերբազատվել այս իշխանությունից, այն բոլոր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները, ովքեր կարմիր գծերը անցնելով փորձել են Նիկոլի մոտ Հռոմի պապից ավելի կաթոլիկ Երևան, պետք է շպրտվեն դուրս ու հատուկ հենց այն ձևաչափով աշխատանքից ազատեն, որ նրանք երբեք չվերականգնվեն իրավապահ համակարգում։ Իրավապահ համակարգում պետք է գոնե քիչ թե շատ բարոյական կերպարներ աշխատեն։ Եթե դու փորձում ես այդ իշխանությունը, որը քեզ տրված է օգտագործել հասարակության դեմ, ծառայելով ինչ որ մեկին, դա արդեն հանցագործություն է։ Սա այս իշխանությունների ջղացկումներն են հերթական,
որ սրա նրա բերանը փակեն եւ փորձեն ուրեմն դրանով աուսարսափ մտցնեն, սա նաեւ ցույց է տալիս այն փաստը, որ Նիկոլը վախեցած է, որովհետեւ ինքնավստահ իշխանությունը չի կարող այսպիսի մանր բաների հետևից գնալ, հասկանում եք։ Լավ է չեն ասեք թե բրբդել, իմացել թե օրինակ Արմինե Օհանյանի տադը 1935 թվականին հարևանի մոտ ինչ է խոսացել, ասենք Լենինից կամ Ստալինից։ Չէ, ես լուրջ եմ ասում, սրանք ամեն ինչին տունակ են։ Չէ, սրանք ամեն ինչին տունակ են, ասենք նայում ես, կարդում ես, ասենք քննչական կոմիտեի մամլո հաղորդագրությունը։ 3 առաջ օրն եմ կարդում, ասենք ամուսիններին Վանաձորում մեղադրանք է առաջադրվել, որ հարևանին պարտադրել են, որ հունիսի 7-ի ընտրություններին պետք է գնան քվեարկեն ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Լավ, ես ուզում եմ հասկանամ, այդ կառույցում գրագետ մարդ կա, դրանց մամլո խոսնակը գոնե մտածում է ինչ բովանդակությամբ կամ դրանց քննիչները մտածում են ինչ բովանդակությամբ ուրեմն նյութեր են հրապարակում, ասենք ոչ մեր ուժեղ Հայաստան կուսակցություն կա, որքան գիտեմ, ինչքան գիտեմ հələ չկա, որևիցե մեկը դեռ չի առաջադրել իր տեխնատությունը այդ կուսակցությունով կամ այդ կուսակցությունը ընդհանրապես չի առաջադրվել։ Դուք հիմա հասկանում եք Կիկոսի մահը հեքիաթը ինչից է, ինչու ենք մենք հնարել այդ հեքիաթը։ Հենց սրա համար, ասենք չկա այդ երևույթը, բայց դրա վերաբերյալ արդեն կա քրեական գործ։ Կարևորը դա է։ Նիկոլ Փաշինյանն սկսել է արդեն իր քարոզարշավը, ինչ տպավորություն ունեք դրանից եւ դատելով նրա գործողություններից, ինչպես է նա գնահատում իր շանսերն ու ստեղծված իրավիճակը։ Ինքը շատ ուժեղ եւ շատ լավ խորհրդատուներ ունի, մեկ, երկրորդը ես միշտ եմ ասել, Նիկոլից լավ այս ժողովրդին ոչ ոք չգիտի։ Բացարձակ։ Այդ մարդը ուղղակիորեն տիրապետում է դեմագոգիայի եւ հասարակության լայն շերտերին մանիպուլյացիայի ենթարկելու արվեստին։ Ինքը դրան տիրապետում է։ Նայեք, ինքը անընդհատ իրեն պահում է այնպես նույն այդ քնձխ ավտոբուսի մեջ, ինչպես ուրեմն հասարակ մարդիկ իրենց կպահեին, օրինակ տանը։ Ինքը դրանով փորձում է հանրության լայն շերտերին ցույց տալ, որ ես ձեզանից մեկն եմ։ Ասենք կարգանդակ ուտելը, սուջուխ ուտելը, եգիպտացորեն ուտելը, ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը ուտում է այն, ինչ որ ուտում են մարդկանց մեծ մասը։ Ինքը ոչ չի գնում, ասենք, Երևանի ամենաշքեղ ռեստորաններում հաց ուտի։ Իհարկե ինքը ուտում է դա եւ մենք բոլորս դա շատ լավ գիտենք, բայց ինքը դա անում է ոչ տեսախցիկների առաջ։ Իսկ մարդկանց ցույց է տալիս, որ ինքը սովորական ձեթով պերաշկի է ուտում, այն էլ փնթիավարի էլի, այն առանց կարգանդակը անցերոցիկով բռնելու, ասենք ամեն դեպքում մենք բոլորս գիտենք, որ այդ ավտոբուսի մեջ ով որտեղ ասես նստում է, ձեռքերով ու որտեղ ասես ձեռ են տալիս ու ինքը դա ուտում է, ինքը դա պատահական չի անում։ Ինքը այս ժողջանին փորձում է համոզել, որ ինքը նրանցից մեկն է։ Հասկանում եք, ինքը ես այն օրը նայում եմ հարցումներ, ոչ Նիկոլական լրատվամիջոցի, ասենք Երևանի փողոցներում հարցում են անում այդ հիբրիդային պատերազմի պահով։ Սա էլ է նրա ձեռքբերումներից մեկը։ Ուրեմն 80% ասում են հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ մղում է Ռուսաստանը։ Ասեք, մեկը չկա էլի, մի փոքր տրամաբանող մարդ մտածի, թե բայց Հայաստանը իրանից ինչ է ներկայացնում, որ Ռուսաստանն էլ հիբրիդային պատերազմ մղի։ Կապիտուլացված, թուրքերի կողմից ստորացված երկրի եւ ժողովրդի դեմ։ Հասկանում եք, չէ՞ ինքը մարդկանց իրոք համոզում է, որ մենք այնքան կարևոր մեզանից գործոն ենք այս տարածաշրջանում, որ ասենք Ռուսաստանի նման երկիր է, դուք լավ գիտեք ին վերաբերմունք այդ երկրի նկատմամբ, բայց ամեն դեպքում սա լրիվ փիղի եւ Մոսկվան առագի պատմությունն է, էլի, ուր մենք, ուր նրանք, ասենք, բայց ամեն դեպքում իրան հաջողվում է այս անգրագետ massային համոզել, որ ասենք մենք հզոր ենք, շատ ուժեր ենք ու Ռուսաստանի նման երկիրն է մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում, ասենք Ռուսաստանը կարող եմ ընդամենը մանրադրամի նման խուրդել ու անցնել մի կողմ։ Ու այդ ժամանակ մենք այն ինչ որ այս 30% մեր պատմական հայրենիքում դեռ մնացել ենք ու ունենք, այդ կկորցնենք 15 րոպեվա։ Բայց այս ժողովրդին
Դա հաճելի է էլի, ասենք այդ նույն ժողովուրդը ասենք չի ասում, ասենք նույն Ռուսաստանը, որ մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում, հեչ հիբրիդային պատերազմ մղել էլ պետք չէ։ Ընդհանրապես Հայաստանի դուրս է շպրտում ԵԱՏՄ-ից։ Ու 10 օր հետո Հայաստանը սովից կմեռնի։ Բարի բուն եւ փոխաբերական իմաստով։ Էլ հիբրիդայինս որն է։ Եվ դա նրան հաջողվում է։ Ինքը այսպիսի դեմագոգիայով, այսպիսի սուտ կեղծ ուրեմն լուրերը մի փոքր իրական լուրերի հետ ուրեմն միքս արած մատուցելով հանրությանը հիմարի տեղ է դնում։ Այդ նույն պարելը իրանց ասենք ինքը իրանք ցույց են տալիս, որ մենք ցեզարից մեկն ենք։ Դուք եթե ուշադիր եք նկատել, շատ դեպքերում դուք նաև կտեսեք, որ ինքը լրիվ ընդդիմադիրի կոստյումը հագած պտտվում է շատ դեպքերում։ Ասենք մեկը չկա սրա հետ հանդիպանացի, թե այ ողորմելի, դու 8 տարի է քո թիմով երկիր ես ղեկավարում, ինչ նախքին։ Ասենք այն Հայկ Կոնջորյանն է, ինչ է, ասենք տեսել եք դրա ռիլսերը, ոչ օլիգարխիային, ոչ չգիտես ինչին, մենք թույլ չենք տալու նախքին օլիգարխիան գա իշխանության։ Հարց. 8 տարի ինչով եք զբաղված։ Այդ նույն օլիգարխիային օգտագործում եք ձեզ ձայն բերելու համար, հա։ 8 տարի ինչով եք զբաղված։ Նախ օլիգարխներից մեկը ձեր թիմագիծն է եւ մինչեւ հիմա ազգային ժողովի падգամավոր է։ Հանրաճանաչ Կրձոյի մասին է խոսքը, այդ մեկ։ Երկրորդը, մյուս օլիգարխները, եթե ոչ բացահայտ, ապա ծածուկ հլու հնազանդ ծառայում են այս իշխանությանը։ Բոլորը դա գիտեն շատ լավ։ Եվ բացարձակ դա բարձրաձայնելու կամ ապացույցներ ներկայացնելու կարիք չկա։ Ասենք հիմա 8 տարի, էլի եմ կրկնում, գիտեք, 8 տարին դա առելի մեծ ժամանակ է։ Գիտականորեն ապացուցված է եւ պատահական չէ, որ արևմտա եվրոպական երկրներում, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ասենք երկրի ղեկավարին տալիս են 2 անգամ ընտրվելու հնարավորություն։ 10 տարի, այսինքն 8-ից 10 տարի։ Հիմա, ասենք դուք 8 տարի երկիր եք ղեկավարում։ Հիմա պատկերացնում եք անընդհատ, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ինչ լինի, ամեն ինչում մեղադրի Բայդենին ու Օբամային։ Կան դեպքեր, որ ասում է, անունը տալիս է, բայց ծաղրելով ու վիրավորելով։ Բայց սրանք ամեն քայլափոխի նույնն են ասում։ Ասենք նույն էս թոշակների բարձրացումը, նախկինների օրոք, շատ լավ, օքեյ, եթե նախկինները լավը լիներ, հասարակության զգալի մասը 18 թվականին չէր ողջունի Նիկոլի իշխանության կալը, մենք օբյեկտիվն ենք ընդունում, բայց հիմա հարցը հետևյալն է, 2018 թվականին կես կիլո վալյո կարագը խանութում արժեր 700 դրամ, հիմա այդ կես կիլո կարագը նույն խանութում արժի 1700 դրամ, կես կիլոն, ինչ կարիք կա անընդհատ այդ բանի թոշակի պահը ասել, որ բան է, մենք ենք բարձրացրել եք, որովհետև ձեր կառավարման տարիներին, այս 8 տարիների ընթացքում այդ նույն կես կիլո կարագը գրեթե կրկնապատկվել է բանով, գնաճի պատճառով։ Եվ այսպես բազմաթիվ օրինակներ, ասենք իրանք մտածում են, թե հասարակության լայն շերտերին խաբելով մյուսները չեն հասկանում, չէ, հասկացողներ կան ու շատ լավ հասկանում են։ Ես էլի եմ կրկնում, ես ինքս շատ ուրախ եմ, որ թոշակները բարձրացվելու է։ Իհարկե, ես նաև հատուկ կանրադառնամ ապրիլի 1-ից հետո, հələ տեսնենք օրինակ, այն օրը ես նայում եմ, Նիկոլը մեկի հետ խոսում է, ասում է, ինչքան թոշակ ես ստանում, ասում է 42,000։ Ասում է ապրիլի 1-ից 52 կլինի, սուտ է, ասում ես համոզված եմ, որ 42,000 դրամ թոշակ ստացողը 52,000 չի ստանալու։ Հիմա ես սպասում եմ ապրիլի 1-ին, ընդամենը 2 շաբաթ հետո մենք կարձանագրենք, տեսանյութն էլ ունեմ, հələ իրական թոշակը կտնեմ, իրականում թե իրականում ինչքան է բարձրացել ու իր ասածը։ 10,000-ով բարձրանալու է ամենացածր թոշակ ստացողների թոշակները, մյուսներին ավելանալու է ըստ տոկոսային, բայց ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այդ թոշակի բարձրացումը, ես ելի եմ կրկնում, ես ուրախ եմ, այլ որտեղից այդ գումարները։ Լավ, մենք հասարակություն ենք, մենք տրամաբանող մարդիկ ունենք, ասենք այդ մարդիկ չեն ասում, չհասկացանք,
Ուրեմն ինքը դեկտեմբերին, երբ որ քննարկում էր կառավարությունում եւ ազգային ժողովում թոշակների բարձրացման հարցը, երբ որ ինքը իր դոշերն էր ստեղծում, թե մենք հնարավորություն չունենք 660,000 թոշակառու ունենք 1100 դրամով, եթե բարձրացնենք այդ թոշակը, չգիտես քանի միլիարդ դրամ կնստի, ուրեմն ամսեգան կտրվածքով մենք այդ հնարավորությունը չունենք, ասեց, հետո միամիտ տեղ պարզվեց, որ մենք ոչ միայն հնարավորություն ունենք, մենք սուպեր հնարավորություններ ունենք։ Որտեղից այդ գումարները լավ։ Մեր հասարակությանը դա պետք է հետաքրքրի։ Ես մտավախություն ունեմ, որ այդ գումարները տալիս են Հայաստանի թշնամի երկրները։ Նույն Թուրքիան ու Ադրբեջանը, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, որ Նիկոլը վերարտադրվի Հայաստանում իշխանության, որպեսզի ինքը շարունակի ստորացնել, նսեմացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին եւ կատարի թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր ցանկությունները։ Դուք ինձ նշեք մեկ պահանջ, որը Բաքուն ու Անկարան բարձրացրել են Հայաստանի Հանրապետության առաջ, ու Նիկոլը դրանց չի անդրադարձել, մեկնաբանելով հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի կամ քայլեր չի ձեռնարկել մինչև հիմա այդ ծրագիրը իրականացնելու համար։ Ես մեկ օրինակ ունեմ դրանից։ Նիկոլը դեռ ծպտուն չի հանում ադրբեջանական կողմի այն պահանջներին, որ Հայաստանում պետք է ապրեն թուրքեր, կոնկրետ թիվ է նշում Ալիևը 300-400,000 նախնական, բայց դուք ուշադիր եղել եք, որ ինքը ոչ թե ասում է չէ չի լինելու նման բան, ինքը ձեն չի հանում, որովհետև ինքը համոզված եմ, սա կրկին իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Աստված ոչ անի, եթե վերընտրվեց, ինքը այդ թուրքերին լցնելու է Հայաստան։ Թող հիմա ինքը այդ իրանց ուրախ ավտոբուս է, հորր ավտոբուս է, չգիտես ինչ է, թող գա այդ ավտոբուսը նստի ու ասի, հարգելի հայ ժողովուրդ, թուրքերը Հայաստան չեն վերադառնալու։ Այդքանը, այդ հեքիաթները, որ ինքը անընդհատ, մենք պետք է Արցախյան հարցը չբարձրաձայնենք, որպեսզի Ադրբեջանը Հայաստանը չանվանի Արևմտյան Ադրբեջան, մենք պետք է հայերի վերադարձը Արցախ չբարձրաձայնենք, որպեսզի Ադրբեջանն էլ չասի, որ իրանց թուրքերը կան Հայաստան։ Չհասկացանք, նախ Արցախյան հարցը ու Արևմտյան Ադրբեջանը դրանք գիտականորեն եւ օբյեկտիվորեն տարբեր բաներ են։ Եթե Արցախը իրական է ու դա ընդունում են ուզեն թե չուզեն նույն Նիկոլն ու իրեն սատարող թուրքերը բոլորը, ապա Արևմտյան Ադրբեջանը դա ընդամենը թուրք-ադրբեջանական ուրեմն մատից ծծած ինչ որ ֆանտասմագորիկ ապուշություն է։ Կամ Արցախում հայերի բնակեցումը ինչ կապ ունի Հայաստանում թուրքերի բնակեցման հետ։ Հələ դու այդքան տղամարդ ես, այ Նիկոլ անհող։ Հələ ասա, եթե դուք ուզում եք վերադառնալ Հայաստան, ձեր ադրբեջանցիների սերունդների հետ միասին, իդեպ նշեմ նաև կրկին այդ թիվը, որ 1989 թվականի մարտահամարի տվյալներով Հայաստանում ապրել է 168,000 ադրբեջանցի։ Ադրբեջանում բուն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էլ մեջը մտած։ Ընդհանուր առմամբ Բաքվում, Սումգայիթում, Կուտկաշենի, Վարտաշենի շրջաններում, Գանձագում, Շահումյանի շրջանում, որը Արցախից դուրս էր, Խանլարի շրջանում, որը մեծ մասամբ բնակեցված էր հայերով եւ այնտեղ կար, գիտեք, ուրեմն Չարդախլու գյուղը, որը տվել է աշխարհին 2 մարշալի եւ 2 տասնյակ գեներալի, ապրել են կես միլիոնից ավել հայ։ Հիմա Նիկոլ, եթե ադրբեջանցիներին այդպես թողնում ես, որ ԱԱԾ-ի հովանավորությամբ փորերը ծծած, կան Գյումրի, ցույց տան մատներով էսենը, մտնեն ռեստորանում հաց ուտեն, գնան ամասյա մարդկանց մատով կանչեն, թե հələ արի էստեղ հələ ձեր մեծերին հարցրա թուրքերի մասին եւ այլ, հələ թող նույն Ադրբեջանի ԱԱԾ-ն էլ այդպիսի այլանդակություն կազմակերպի Բաքվում, որտեղ հարգելի ռազմիկ 1990 թվականին ապրել է 250,000 հայ։ Կրկնում եմ, դա միայն Բաքվում։ Ու ի տարբերություն Հայաստանում ապրող թուրքերի, որոնք մեծ մասամբ ապրել են շատ բադ տներում, այսպես ասած, որտեղ անասնապահ են հիմնականում եղել, քոչել են տեղից տեղ։ Օրինակ Ամասիայի տարածաշրջանում, ասենք, առանց հիմք տներ են։ Ես եղել եմ այդ շրջանի թուրքաբնակ գյուղերում։ Հիմք չունեն, ֆունդամենտ չունեն այդ տները։
ասենք դրանց տները նայում ես, զզվում ես, ասենք Բաքվում ու Գանձագում Սումգայիթում հայերը թողել են 75,000 բնակարան ու լավ են ապրել, եղել են ադրբեջանական ինտելիգենցիայի ներկայացուցիչներ մեծ մասը ու հիմա նրանց վերադարձի կամ նրանց ուրեմն ժառանգների վերադարձի մասին ոչ մի բան։ Ճիշտ է, համացանցում հիմա պտտվում է մի հատ տեսանյութ Ադրբեջանի բռնապետը հարցազրույց է տալիս այդ Զանգեզուրի միջանցքի կամ Հայաստանի օդային տարածքի օգտագործման բաղով, նշեմ, որ ինքը հին է, 4 տարի առաջվա տեսանյութ է, 2022 թվականի հունվարի 13-ի տեսանյութ է, 4 ճիշտ նշեցի, բայց դուք ուշադիր եղել եք ինքը ինչ է ասում։ Ասում է դեր մնացես Հայաստանից խնդրեի, որ ինքը ինձ օդային ուրեմն միջանցք տար։ Ես այդ օդային միջանցքը ինքս եմ վերցրել, այսինքն մենք ունենք փաստ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ուշադիր եղեք, ինքը ես փաստում եմ այն, ինչ որ Ադրբեջանի բռնապետը ասել է, գրավել է Զանգեզուրի օդային միջանցքը։ Ինքը գրավել է։ Ինքը բացայտ նշում է Հայաստանը ով է կամ հայերը ով են, որ ես նրանցից միջանցք ուզեի։ Ու այնտեղ ապուշ ինչ որ դա միջազգայինորեն ընդունված կարգ է, մեզ պետք է տային, ոչ ոք պետք է չտար։ Եվ մինչև մեր կապիտուլյացիան իրանք այդ Զանգեզուրի օդային միջանցքից չեն օգտվել։ Նիկոլը Զանգեզուրի օդային միջանցքը հլու հնազանդ տվել է, որովհետև Ադրբեջանը դա գրավել է։ Ու Հայաստանի իշխանությունները մինչև հիմա, չնայած մենք էլ ենք մեղավոր, որ այդ հարցազրույցը ադրբեջանական CBS հեռուստաընկերությանը չէինք մինչև հիմա ուրեմն ուշադիր նայել, որ բարձրաձայն էինք ասենք ժողովուրդ հարգելի հայություն, Ադրբեջանը մեր օդային տարածքը գրավել է։ Դա Զանգեզուրի օդային միջանցքն է, որը Ադրբեջանը գրավել է Հայաստանից 2020 թվականի նոյեմբերից հետո ու օգտագործում է մինչև հիմա։ Ընտրություններին մասնակցել պատրաստվող տարբեր ուժեր արդեն հայտարարել են վարչապետի իրենց տեխնացուների անունները եւ կարծիքներ կան, որ առանձին մասնակցելով նրանք ոչ շահեկան վիճակում են ամեն դեպքում, քան եթե միասնական ճակատով մասնակցեին ընտրություններին, այս առումով դուք ինչ կարծիք ունեք։ Ես օրինակ մտածում եմ, որ ընդդիմադիրները պետք է լավագույն դեպքում 3, վատագույն դեպքում 4 միավորների մեջ կենտրոնանան։ Ես դեմ եմ այդ, որ բոլորը պետք է մեկ ուժի մեջ միավորվեն, չէ, նման բան չկա։ Մենք նաև գիտենք մեր հասարակության մտածելակերպը, օրինակ մարդիկ կան, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանին սիրում են, Սերժ Սարգսյանին չեն սիրում, կամ հակառակը։ Սերժ Սարգսյանին սիրում են, Ռոբերտ Քոչարյանին չեն սիրում։ Մեխանիկորեն, եթե նրանք միավորվեին մեկ միավորի մեջ, իրանք կկորցնեին ձայներ, բայց առանձին ինչ որ թիմերի հետ մասնակցելով ընտրությունների, այդ երկուսին էլ իրանց ընտրազանգվածը ձայն կտա։ Մեխանիկորեն այդ ձեները կգնան նրանց չեն փոշիանա կոպիտ ասած եւ ուրեմն իրանք կմտնեն պարլամենտ եւ հետագայում կարող են իշխանություն ձևավորել կոալիցիոն սկզբունքով։ Հիմա ես ինքս համարում եմ, որ ես ընդամենը օրինակ բերեցի այդ երկու քաղաքական գործիչների պահով, մյուսների պահով էլ կարող եմ օրինակ բերել, բայց ես համարում եմ, որ լավագույն դեպքում պետք է լինի 3 խոշոր ընդդիմադիր միավորներ, որոնք պետք է գեներացնեն եւ իրենց շուրջը միավորեն ընդդիմադիր ուրեմն ընտրազանգվածը եւ վաղը մյուսօր հնարավորություն ստանան նաեւ համոզված լինելով, որ կարող են անցնել ազգային ժողով ու մտնեն ազգային ժողով ու խնդիրներ ստեղծեն գործող իշխանությունների համար, խնդիրներ ստեղծել նկատի ունեմ թույլ չտալ, որ նրանք ուրեմն կարողանան մեծ ձայներ ստանալ, իշխանությունների մասին է խոսքը, եւ ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Իսկ ավելի դեպքում այդտեղ տեղի է ունենում ուրեմն փոշիացում։ Պետք չէ, որ ընդդիմությունը ավելի ուրեմն տրողվի։ Իսկ իշխանություններին ընդհակառակը, եթե ուշադիր եք եղել, իրանք, այսպես ասած, արևմտյան տեխնոլոգիաներ են օգտագործում։ Հիմա բան է, չէ, մի հատ անունը չեմ ուզում տալ, որ գովաստ չլինի, մեկը կա, թունդ հակառուսական է, եւ Նիկոլ է քննադատում։ Իրականում դա արևմտյան պրոյեկտ է, լրիվ արևմտյան պրոյեկտ է, կարող եմ նշեմ, որ ինքը այսպես ասած փոխարինում է իրենից Սասնա ծռերին, փորձ է կատարում Սասնա ծռերի ընդրազանգվածին տանել դեպի իր կողմը, իբր թե Նիկոլ է քննադատում, բացահայտ հակառուսական,
դրանք բոլորը Նիկոլի սպասարկուներն են։ Մեր հասարակությունը պետք է գոնե այդքանը հասկանա, իսկ այն կուսակցությունները, ովքեր ուրեմն մասնակցում են ընտրություններին, պետք է նաև հասարակությանը շատ մատչելի բացատրեն, որ դրանք պրոյեկտ են։ Պրոյեկտը, ինչպես ասենք, Արամ Զավենի Սարգսյանը։ Հիշում եք 23 թվականի Երևանի ավագան ընտրությունների ժամանակ մարդը թունդ ընդդիմադիր էր խաղում։ Հետո մեկ է տեսանք, որ կոալիցիա է ձևավորում Նիկոլի հետ, պաշտոններ են կիսում Երևանում, հետո նրանց մեջ են Անիկա Խաչատրյան, Մոլլի Նիկոլագան, ավելի Նիկոլագան, քան Նիկոլագաններն են։ Նույնը հիմա են անելու։ Նույն բանը, բացարձակ ոչ մի բան տարբերություն չկա սրանց մեջ։ Նիկոլի հույսը այդ արևմտամետներն են։ Մեծ մասամբ այդ զանգվածն է, որի միջոցով փորձում են ազգային, այսպես ասած, ուղղություն ունեցող եւ հագարուսական տրամադրություններ ունեցող ընդրազանգվածին գրավել դեպի իրենց կողմ։ Վաղը մյուս օր այդ բոլորը միավորվելու են Նիկոլի շուրջը։ Ձեր դիտարկմամբ նույն ընդդիմությունը ինչու Եվրոպայի հետ հարաբերությունների իր տեսլականը չի ներկայացնում, որ Փաշինյանը փորձում է բոլորին համոզել, որ եթե ինքը չլինի, ապա Հայաստանը կդառնա օրինակ Ռուսաստանի մաս։ Նայեք, խնդիրը որն է, Եվրոպան ինքը արդեն իր տեխնազոն ունի։ Տեսակ, նույն Ստրասբուրգում ելույթ այդ ծափերը եւ այլ, հասկանում եք, Նիկոլը շատ բոլորին ձեռնտու է։ Բոլորին։ Ես անցյալ անգամ էլ իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, Նիկոլը տվող է։ Նիկոլը ով ինչ ուզում է, տալիս է։ Տալիս է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ուրեմն հաշվին։ Այդ մարդը շատ ձեռնտու է Մոսկվային։ Մոսկվան մի քանի անգամ նրա իշխանությունը փրկել է 20 թվականից հետո անմիջապես հենց Պուտինն է փրկել։ 21 թվականին հայկական զինված ուժերի գլխավոր շտաբի ըմբոստացումը զսպվել է հենց Մոսկվայի կողմից եւ դա բարձրաձայնում են ոչ թե դիմադիրները Հայաստանի, այլ հենց մեծ պուտինյան շրջապատի ներկայացուցիչները՝ Կոնստանտին Զատուլին, Անդրանիկ Միհրանյան, Սեմյոն Բաղդասարով, Սոլովյով եւ այլն։ Այսինքն ինքը բացայտ ռուսական պրոյեկտ է եղել։ Ես հիմա չգիտեմ Նիկոլը ինչ է խաղում, բայց ամեն դեպքում են, որ Մոսկվան իր թիկունքում է կանգնած եւ հիմա էլ իր անկործությամբ սատարում է Նիկոլին, դա ինձ համար բացարձակ նորություն չէ, բայց Նիկոլը նաեւ իրեն կարող է մատուցել Եվրոպային որպես հագարուսական ինչ-որ գործիչ։ Եվ մեր ընդդիմությունը չի կարող գնալ, որքան ես հասկանում եմ, եվրոպացիներին ասի, որ մենք բացայտ հագարուսական կլինենք։ Նիկոլը կարող է դա անել։ Նիկոլը դա կարող է անել, ինքը շատ հմտորեն Պուտինի կրկից թռնում է Մակրոնի գիրկը, Մակրոնի կրկից թռնում է Տրամպի գիրկը, Տրամպի կրկից թռնում է ուրեմն Շարլ Միշելի գիրկը, իր մոտ դասածում այդ մարդը կարմիր գծեր չունի։ Այդ մարդը ով անամոթ է, մարդ ով ստախոս է, մարդ ով կեղծարար է, որի դեմ երեսին ասում ես նրա սդերը, համադրում ես նրա տարբեր ժամանակահատվածների հարցազրույցները, որոնք մեկը մյուսին հագասում են կամ մտքերը, այդ նորմալ մարդու պարագայում այդ մարդը գոնե պետք է կարմրեր։ Նիկոլը ոչ միայն չի կարմրում, այդ մարդը ագրեսիվ դրսևորում է, ցուցաբերում եւ փորձում է ապացուցել, որ լավ է արել խաբել է։ Այդ նույն Նիկոլի ընդրազանգվածը մի հատ այս որ Նիկոլը այսպես հիբրիդային պատերազմ, չէ, Ռուսաստանն է մեր դեմ մղում։ Մի հատ կոնկրետ հարց։ 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 16.5%-ն է ընկել Ռուսաստանի դաշնության վրա։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության 10 ամենաշատ արտահանվող ապրանքային շուկաների մեջ 5-ը եղել են Եվրամիության երկրները, մեկը Շվեյցարիան, մյուսը Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա պաշտոնական տվյալներ են։ Գիտեք հիմա որքան է կազմում մեր կախվածությունը ռուսական շուկայից։ 36.5%։ Այսինքն Նիկոլի կառավարման տարիների արդյունքում մեր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է գրեթե 1.5 անգամ։ 16.5-ից դառնալով 36.5։ Հիմա հարց. Նիկոլն է հագարուսական։ Նիկոլը այսքան հագարուսական տրամադրություններ է գեներացնում, չէ, Հայաստանում։ Օրինակ դուք տեսել եք, որ ռուսական կողմը կոնկրետ քայլեր ձեռնարկի Նիկոլին սանձելու համար իր հագարուսական տրամադրությունների այս թոուբոյի մեջ ես չեմ տեսել։ Այն պարագայում, երբ որ Ռուսաստանը բազմաթիվ հնարավորություններ ունի
դա անելու։ Ավելին ասեմ, Ռուսաստանը կոնկրետ Նիկոլին քարտ բլանշ է տվել երկու ոլորտների առումով առևտրի ուրեմն գերշահույթ ստանալու։ Գիտեք, Ռուսաստանը պատժամիջոցների է ենթարկվում արևմուտքի կողմից եւ նույն արևմուտքը շատ լավ գիտի, որ նույն Ռուսաստանը տարբեր երկրների տարածքով ռեէքսպորտ է անում իրեն անհրաժեշտ ապրանքները կամ արտահանում է իր ապրանքները եւ այդ X երկրների տարածքով այդ ապրանքը վաճառում է միջազգային շուկայում։ Հայաստանին երկու ոլորտ է տրված։ Մեկը հեռախոսների եւ տեխնիկայի, Հայաստանի Հանրապետության օլիգարխներից մեկին պատկանող ձեռնարկություններից մեկը համարվում է 1000 ամենամեծ հարկ տվող ուրեմն կազմակերպություններից մեկը Հայաստանում, որովհետև ինքը հեռախոս է վաճառում Ռուսաստանում, Հայաստանը հեռախոսի արտադրություն ունի, չունի։ Հայաստանը դարձել է ոսկու վաճառքի ամենախոշոր երկրներից մեկը, ում ոսկին ենք մենք վաճառում, մենք այդքան ոսկի ունենք։ Սոտքի ոսկու հանքնել կիսով չափ նվիրեց թուրքերին Նիկոլը։ Հիմա հասկանում եք, որ նույն Ռուսաստանը շատ ծերտ, նույն Պուտինի իշխանությունը շատ ծերտ համագործակցում է ուրեմն Նիկոլի հետ։ Ես չգիտեմ սա ինչպես բացատրել, թե чуть ասում է, չէ, умом Россию не понять։ Որտեղ Պուտինի շրջապատում էլ բազմաթիվ, այսպես ասած, բևեռներ կան, որոնց մեջ շատ ուժեղ է թուրք-ադրբեջանական լոբիստական խումբը, իդեմս հայտնի հրեա գործարարներ Իլիևի, Նիսանովի, այնտեղ տարբեր էլի գործարարներ կան, բայց ամեն դեպքում այդ երկուսը ահավոր մեծ ազդեցություն ունեն Ռուսաստանում եւ շատ ծերտ կապեր ունեն Պուտինի հետ, անձամբ նույնիսկ այդ նույն Գոտ Նիսանովը, Զախար Իլիևը եւ սրանք Ադրբեջանի հետ էլ շատ ծերտ կապեր ունեն։ Հիմա ես չգիտեմ սա ինչպես բացատրել, ռուսական ինչպես իրենք են ասում բեզալաբերնստով, թե բացահայտ տագից Նիկոլին հովանավորելով եւ մեզ արևմուտքին, այսպես ասած, տալով, որովհետեւ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ խոշոր խաղացողների միջև համաձայնություններ են գնում եւ այն օրինակ ինչ որ հիմա աշխարհում տեղի է ունենում, ես օրինակ համարում եմ, որ դա Պուտին, Թրամփ, անկորիջան հանդիպումի հետևանքներն են։ Վենեսուելա, Կուբա, Իրան հիմա սա պատահական չէր։ Անձամբ հանդիպեցին ու սկսեցին բաժանել, թե ռուսների տգետ արտաքին քաղաքականությունն էլ է, որ կարևորը Ուկրաինան հիմա վերցնենք, հետո կտեսնենք, բայց հետո իրանք ոչինչ չեն տեսնի, հետո Ուկրաինան իրանից կծլեն։ Դա այդպես է լինելու, բայց ամեն դեպքում մենք փաստերով ենք խոսում, փաստերն ենք արձանագրում։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա ընդդիմություն, որը հետաքրքրի արևմուտքին։ Արևմուտքը ունի մեկ նպատակ, հարգելի Ռազմիկ, Հայաստանը մաքրել ռուսներից։ Այդ է։ Գիտեք, արևմուտքը երբեք չի թաքցրել իր վերաբերմունքը հայերին ու հայ ժողովրդին։ Ես դա միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ասում։ Օրինակ, այդ նույն Ֆրանսիան, որը եւս հագարուսական գիծն է տանում եւ շատ դեպքերում քննադատում է Ռուսաստանի նույն Արցախի հարցով եւ այլն եւ այլն, երբ է ասել, հարգելի հայ ժողովուրդ, դուրս բերեք 100-200 ռուսական ռազմաբազան Հայաստանից, ես իմ բազաները կտեղակայեմ այդտեղ։ Դուք լսել եք այդպիսի բան։ Չեք լսել, որովհետև Ֆրանսիան շատ անկեղծ է։ Մարդիկ ասում են դուրս բերեք ռուսներին Հայաստանից, որպեսզի մենք Հայաստանը տանք Թուրքիային։ Ռազմիկ, գիտես, ոչինչ չի փոխվել աշխարհում։ Ես որպես պատմաբան քեզ նշեմ, որ ասենք այս նույն այլանդակությունը մեր ժողովրդի շուրջ տեղի էր ունենում եւ 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո եւ առաջին աշխարհամարտից հետո, երբ որ Սևրում, Փարիզյան բանակցություններում քննարկվում էր հայկական հարցը, այդ նույն 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո եւ Սան Ստեփանոյի պայմանագիրը կնքելուց հետո այդ նույն Ֆրանսիան, Ավստրիան, այն ժամանակ գերզոր պետություն էր, ավստրո-հունգարական կայսրությունը, Գերմանիան եւ Անգլիան ամեն ինչ արեցին, որպեսզի Սան Ստեփանոյի պայմանագիրը վերանայվի։ Ինքը պրոհայկական պայմանագիր էր, շատ պրոհայկական էր։ Եվ ինչ արեցին, Բերլինում հրավիրեցին կոնգրես։
Ամեն մի երկիր արևմտաեվրոպական Թուրքիայի հետ սեպարատ, այսինքն գաղտնից սկսեցին բանակցել։ Ֆրանսիան ստացավ առևտրային մեծ մենաշնորհներ, Գերմանիան ստացավ Բերլին-Բաղդադ երկաթգծի կառուցման ուրեմն կոնցեսիան։ Այնտեղ ամեն մեկը Իրանը վերցրեց, վերջում էլ հայերին թողեցին մենակ թուրքերի հետ։ Վերջ։ Առ ու ծախի խնդիր է գնում։ Այդ նույն Ֆրանսիան առաջին աշխարհամարտից հետո Սևրի պայմանագրով ստանձնել էր Կիլիկիայի մանդատը։ Օսմանյան կայսրությունը քանդվել էր, Կիլիկիայի մանդատն էլ ազգերի լիգան տվել էր ֆրանսիացիներին։ Ինչ արեց Ֆրանսիան։ Շատ սովորական, ծախեց մեզ թուրքերին։ Հայկական Կիլիկիան ծախեց թուրքերին, իբր թե ֆրանս-թուրքական պատերազմի արդյունքով Անկարայում 21 թվականին գաղտնի պայմանագիր կնքեցին թուրքերի հետ, կես միլիոն հայերով Կիլիկիան տվեցին թուրքերին, բայց մեր ժողովուրդը դա չի հիշում։ Չի հիշում, դրանից էլ օգտվում են արևմուտքը։ Դուք մտածում եք ֆրանսիացիներին, Շարլ Միշելին եւ Էմանուել Մակրոնին պատահական արևմուտքը օգտագործեց հայերին հիմարացնելու եւ այդ երկուսի խավորությամբ Արցախը Պրագայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի մաս ճանաչելու համար ոչ։ Իրանք գիտեն հայերի անմնացորդ եւ անտրամաբանական սերը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների նկատմամբ։ Այդ մարդիկ, ովքեր նստած այս ամեն ինչը ծրագրում են, իրանք շատ լավ գիտեն։ Իրանք ոչ Մեծ Բրիտանիայի վարչապետին բերեցին, ոչ օրինակ Իսպանիայի վարչապետին բերեցին, ոչ Լեհաստանի նախագահին բերեցին Տուսկին, որովհետև այդ պարագայում հայ ժողովրդի մոտ ինչ-որ կասկածներ կառաջանար, թե սրանք ով են, որ եկել են։ Իսկ օրինակ ֆրանսիացիների նկատմամբ անտրամաբանական եւ անասնական սերը մեր ժողովրդի օգտագործվում է։ Ասեցին հայերը ապուշավարի սիրում են այդ ֆրանսիացիներին։ Հələ այդ նույն Մակրոնը եւ Շարլ Միշելը երկուսն էլ ֆրանսիացի են, մեկը Բելգիայի ծագումով ֆրանսիացի, մյուսը Ֆրանսիայի նախագահան։ Բերեք Պրագա, Նիկոլին ասեք, թող ստորագրի հենց նրանց խավորությամբ, որ Արցախը դա Ադրբեջան է։ Հայ ժողովրդի մոտ կասկածներ չի առաջանա, եւ հենց այդպես էլ եղավ։ Այո, ռուսներն էլ այդ ամեն ինչը իմանալով ծպտուն չհանեցին։ Երբ որ սկսվեց հագարուսական հռետորաբանությունը, երբ որ Արցախը սկսվեց դադարվել 23 թվականի սեպտեմբերին, նոր Ռուսաստանի արտգործնախարարությունը մի հատ դիսերտացիա մամլո հաղորդագրություն էր տարածել։ Լուրջ եմ ասում, ես այդպիսի հիմար բան չի տեսել, ասենք, մամլո հաղորդագրությունները պետք է լինեն մատչելի եւ լակոնիկ, որպեսզի մարդիկ կարդան։ Այդ մամլո հաղորդագրությունը Ռուսաստանի արտգործնախարարության կարող էին կարդալ ես, դուք, որ հետաքրքիր է, ինչ է, հասարակ մարդը այդ ապուշությունը 15 էջանոց չի կարդում։ Սա է, այսինքն այստեղից հետևություն, Հայաստանի ընդդիմությունը հետաքրքիր չէ արևմուտքի համար, որտեղ Հայաստանի ընդդիմությունը չի ծախում Հայաստանը, չի սկուտեղի վրա Հայաստանը տրամադրում թուրք-ադրբեջանական տանդեմին, որպես արևմուտքի թիվ 1 գործընկերներ Հարավային Կովկասում։ Գիտեք, արևմուտքը միշտ իր արտաքին քաղաքականության հիմքում դրել է մերկանտիլիզմը, այսինքն օգուտ ստանալը։ Հիմա իրանք Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են որպես մեկ միություն, այսինքն Թուրքիան դա եւ ռազմաստրատեգիական առումով եւ իր ուրեմն տեղակայումով եւ իր շուկայով, այսինքն 90 միլիոն բնակչություն գրեթե ունի, հետաքրքրություն է առաջացնում ուրեմն արևմուտքի համար, ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի երկրորդ մեծության բանակը Թուրքիային է ԱՄՆ-ից հետո, Ադրբեջանը ունի նավթ, գազ, օգտակար հանածոներ, տեսակ։ Արցախը դեռ չէր հայաթափվել, Ադրբեջանի բռնապետը Դրմբոնի եւ մյուս հանքերը Արցախի տարածքում վարգենապես տվեց անգլիացիներին։ Վարգենապես հայերը դեռ Հակարի կամուրջը չէին անցել, անգլիացիները արդեն ուրեմն Կաշենի եւ Դրմբոնի ոսկու հանքերի գլխին նստած էին։ Դա խո պատահական չէ, որովհետեւ նույն Ալիևը առուծախի մեջ է արևմուտքի հետ։ Ես ցեղասպանում եմ Նիկոլի հետ համատեղ հայ ժողովրդին, ցեղասպանել, գիտեք, չէ՞, դա մենակ յաթաղանը առնել մարդկանց ջան ընկնելը չէ։ Դա նաև սպիտակ ցեղասպանություն, երբ որ համապատասխան տարածաշրջանը զրկվում է բռնի մեթոդներով իր բնակչությունից։ Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն 23 թվականին վերջնականապես, որի կազմակերպիչները Նիկոլը Ալիևը, Էրդողանն են իրենց հովանավորներով։
Այս երեքն են արել։ Իհարկե, որպես Նիկոլի Քավորել, այդ ամեն ինչի Էրդողան, Միշել եւ Մակրոն, ովքեր Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս Նիկոլի թիկունքում կանգնած։ Եվ մեխանիկորեն արևմուտքին այդպիսի գործիչներ են պետք, որ օրինակ արևմտամետ զառանցանքներով հայ ժողովրդի ականջները լցնող։ Խնդիրը գիտես որն է, հարգելի Ռադմիկ, որ մեր մոտ պետք է լինեն ոչ թե ռուսամետ կամ արևմտամետներ, իսկ արևմտամետների մեջ էլ դու նաև հասկացի թուրքամետներ, որտեղ արևմուտքի թիվ 1 գործընկերը տարածաշրջանում կրկնում եմ Թուրքիան ու Ադրբեջանն են։ Իրանք մերկանտիլիզմի քաղաքականությամբ են առաջ գնում։ Հայերը ոչինչ չեն կարող տալ, բացի մշակույթից, բացի խելքից ոչինչ չեն կարող տալ, բայց այդ մշակույթն ու խելքները կարելի է տանել իրանց մոտ։ Այդ նույն լավ ուժեղ, ուրեմն ասենք պրոգրամիստները կարող են տարվել, ասենք, սիլիկոնյան հովիտ Ամերիկա, ոչ չեն նստելու Հայաստանում աշխատեն, օրինակի համար եմ ասում։ Իսկ այ նավթն ու գազը նույն արևմուտքը չի կարող տանել իրանց մոտ, ինքը այստեղից պետք է տանի խողովակներով, հետո նավերով եւ այլն եւ այլն։ Նույն Թուրքիայի բնակչությունը դա շուկա է արևմուտքի համար։ Հայաստանը իրանից ինչ է ներկայացնում, Ստամբուլի մի թաղամասի բնակչություն կա ողջ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այդ տեսանկյունից պետք է նայենք եւ Հայաստանին պետք են ոչ թե ռուսամետ, թրքամետ, արևմտամետ գործիչներ, այլ հայամետ, որովհետեւ մենք կարողանանք այս բոլոր խոշոր խաղացողների, հագասությունների եւ շահերի վրա հենվելով առաջ գնանք։ Իսկ մենք դա արել ենք 30 տարի, մինչև Նիկոլի գալը, վատ թե լավ։ Բայց մեր հասարակության տգիտության, մեծ մասի տգիտության արդյունքում մենք ունենք այն, որ ասենք նախկինները ինչի չէին լուծում Արցախյան հարցը, թողեցին Նիկոլի վրա, այդ անասնական թեզն են առաջ տանում, ասենք գրագետ մարդիկ շատ լավ հասկանում են, որ այդ կոնֆլիկտները կարող են չլուծվել դարերով։ Բայց ասենք ես չեմ պատկերացնում, որ ասենք Իսրայելի ժողովուրդը ասենք մեղադրի Բեն-Գուրիոնին կամ Գոլդեմեյերին, որ այսինչ ժառանգություն եք դուք թողել, ասենք Բենյամին Նեթանյահուին, Խեղճ Նեթանյահուն ինչ անի, 48 թվականից է Իսրայելի ձևավորումից ի վեր Իսրայելը պատերազմի մեջ է, կամ հնդիկների վրա են ծիծաղում, չէ՞։ Շատ դեպքերում հնդիկներին որոշ տգետներ համարելով շատ ցածրակարգ ուրեմն մարդկանց։ Իդեպ հնդիկները այն ինչ որ գալիս են Հայաստան, դա այն չեն ինչ որ կա իրականում Հնդկաստանում են բարձր կաստաների ներկայացուցիչներ, ասենք դուք տեսել եք Հնդկաստանում որևիցե մեկը ասի ամեն ինչում Ջավախարլար Ներուն ու բանն էին մեղավոր, Գանդին էր մեղավոր, այ իրանք որ 47 թվականին Պակիստանի հետ ու Չինաստանի հետ խնդիրներ չժառանգեին, հիմա խո մոդին վատ վիճակում չէր հայտնվի։ Հասկանում եք, այս մարդիկ պատմություն չգիտեն, որ ասենք կոնֆլիկտները կարող են չլուծվել, բայց պատերազմ չլինի դարերով։ Սրանք մտածում են, որ իա Նիկոլը որ եկել է, ուրեմն իր համար սկուտեղի վրա պետք է բան տարվի, իշխանությունը տրվի։ Ու մոռանում են, որ այդ նույն Նիկոլը 19 թվականի ապրիլ ամսին ազգային ժողովի կուլիսներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում էր. ես բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից, ոչ թե Սերժ Սարգսյանից եմ ժառանգություն ստացել։ Ու այդ մասսան տգետ Նիկոլին երկրպագող մեծ մասամբ այդ մասին հետ չի ուզում հիշել, հետ չի ուզում այդ հարցազրույցին անդրադառնալ։ Բայց երբ որ Նիկոլը ճղճղում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, դուք գիտեք չէ, 2019 թվականի օգոստոսի 6-ին, երբ որ ինքը դա ճղճղաց, ես 15 րոպե հետո գրառում եմ, որ սա պատերազմի սանձազերծում էր, որովհետեւ եթե դու բանակցում ես ինչ որ բանի շուրջ ու դու միակողմանիորեն դուրս ես գալիս բանակցություններից, ասում ես չէ դա իմն է, դու դրանով քանդում ես բանակցային գործընթացը։ Այդտեղ բարդ մաթեմատիկա չկա, բացարձակ։ Եվ դու սանձազերծում ես պատերազմ։ Իհարկե Ադրբեջանին մոտ 1 տարի պահանջվեց, որ եւ իր հետախուզությունը եւ իր բանակը ամբողջությամբ պատրաստի Հայաստանի դեմ պատերազմ մղելու համար։ Նախկիններն են արել։ Նախկիններից Նիկոլը ժառանգություն ստացել է 1 փաստաթուղթ,
Դա 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեկի պրոտոկոլն էր։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, որ ես նրանց տարբեր եմ ընդունում եւ տարբեր եմ գնահատում նրանց կառավարման ժամանակաշրջանը, բայց օբյեկտիվորեն որպես պատմաբան նշեմ, որ իրանք Արցախի հարցի վերաբերյալ որևէ համապարփակ փաստաթուղթ մեկը մյուսին չի ժառանգություն թողել։ Մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը 94 թվականի մայիսի 12-ի Բիշկեկի պրոտոկոլն է թողել։ Ասենք, նայեք, տեսակ, այդ ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատեցին Արցախի վերաբերյալ գիրք տալու համար, ճիշտ է։ Գրզոյան էր ազգանունը։ Իսկ այդ նույն Նիկոլին երկրպագող զանգվածը հիշում է, որ ասենք Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլը ինչ գիրք էր նվիրում Պուտինին։ Դա Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ ամենահամապարփակ, ամենակարևոր փաստաթղթերը իր մեջ ներառող Միր Ղարաբաղու գիրքն էր, որի հեղինակը Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն էր։ Այդ ինչպես է ստացվում, որ Նիկոլը Վլադիմիր Կազիմիրովի գիրքը Արցախի վերաբերյալ Միր Ղարաբաղու գիրքը տալիս է Պուտինին, ու դա պատերազմի սանձազերծում, դա չգիտես ինչ հանցագործություն չէ, ու հանգարց Գրզոյանը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրում, ու դա տարի հանցագործությունն է։ Ինչպես կարելի է սա մեկնաբանել։ Սա երկակի ստանդարտներ չէ, գիտեք, սա բարոյականության անգում է, այսինքն բարոյականության բացակայություն է Նիկոլի մոտ, որը կարող է իր արածները մոռանալ, բայց այն նույն բանը, որը անում են ուրիշները, դա դարձնել ուրեմն մեծ պատմություն։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Կընտրեմ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։